որոշակի փոփոխություններ կատարվել է։ Հիմա մարտավարությունը անկասկած տանկավորություն է, հարված և գնդակը հայտնվում է սեփական դարպասում և նորից Հենրիկ Մխիթարյանի ջանքերով։ Կրկնապատկերը հիմա մեզ ցույց կտան, շատ արագ են բացում հանդիպման հաշիվը մեր ֆուտբոլիստները։ Ստացվում հարցակցման մեր ֆուտբոլիստները, որ ուղղակի հակառակորդը զուգապի են հարցում։ Հարված! Երկրորդ գնդակը հայտնվում դարպասում։ Երկրորդ գնդակն է հայտնվում դարպասում և ով է այստեղ գոլի հեղինակը։ Հովհաննես Համբարձումյանը, պաշտպանը։ Ահա և այսքան պաշտպաններ հայտնավորելու խնդիրը ինչպես են լուծում մեր ֆուտբոլիստները։ Հիանալի են խաղում մեր պաշտպանները, այստեղ խաղից դուրս վիճակ չկա։ Կլինի հերթական գոլը։ Այո, կա։ Բարսեղյանն է դառնում գոլի հեղինակ։ Ընկել է այնտեղ պաշտպաններից մեկը, այո, գոլի հեղինակ է դառնում Տիգրան Բարսեղյանը։ Սա այն նվիրվածության ու աշխատասիրության մեծ ցանկության արդյունքն է, որով ֆուտբոլիստը կարող է և կատարելագործել և զարգացնել իր խաղը, հերթական պաշտպանությունից արագ հարձակման հասնել։ Մանոյան, լավ փոխանցում Մխիթարյանին, Մխիթարյանը վարպետորեն ազատվում է պաշտպանի հսկողությունից, փոխանցում, հարված, գոլ, գեղեցիկ էր, և նորից Հենրիկ Մխիթարյանի ջանքերով։ Ինչ է նշանակում ունենալ հրաշալի առաջատար հավաքական։ Ամեն ինչ ստեղծեց և ճեղքեց պաշտպանությունը և ազատվեց պաշտպանների հսկողությունից, սրեց իրավիճակը և հաշվենկատ փոխանցում կատարեց խաղացողը։